Դուք պետք է որոշում կայացնեք, որովհետև այն ամենը, ինչ աշխարհի մեջ է, մարմնի ու աչքերի ցանկությունը եւ այս կյանքի ամբարտավանություն հորից չէ, այլ աշխարհից, թե աշխարհն է անցնում, թե նրա ցանկությունը։ Հիշեք, սա այն ավարտին է մոտենում, թե ցանկություններն էլ, սակայն լսեք, բայց Աստծո կամքը կատարողը մնում է հավիտյան։ Այսօր ովքեր են երկրի վրա միակ մարդիկ, որոնք անսասան են։ Նրանք, ովքեր ամբողջովին հանձնված են Աստծո կամքին։ Եթե ուզում եք ապագայում կայունություն ունենալ այսօրվա աշխարհում, իմ խորհուրդը ձեզ համար այս է. այս գիշերվանից սկսած, եթե երբեք սա չեք արել, հանձնվեք Աստծո կամքին առանց վերապահումների, և դուք կմնաք հաստատուն։ Դուք կլինեք այնքան անսասան,